ՆԱՏՕ-ն դուրս է բերում զորքերն Իրաքից, Իրանը շարունակում է տարածաշրջանը մաքրել արևմտյան ներկայությունից։ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի էսկալացիայի ֆոնին ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարությունը հայտարարել է Իրաքից իր ուժերի ամբողջական դուրսբերման մասին։ Ամբողջ անձնակազմը տեղափոխվել է Եվրոպա, ձևականորեն դա որակվում է որպես օպերատիվ իրավիճակի վերանայում, սակայն փաստացի դաշինքը պատրաստ չէ ռիսկի դիմել, հայտնվելով ուղիղ հարվածի գոտում։ Սա պարզապես մարտավարական նահանջ չէ, սա միտում է։ Իրանը քայլ առ քայլ դուրս է մղում արևմուտքին տարածաշրջանից։ Բազաները հարվածի տակ են, նեղուցները փակ եւ այժմ նույնիսկ ՆԱՏՕ-ն նախընտրում է հեռանալ, քանի դեռ ուշ չէ։ Այս լուրի տողատակում թաքնված է ուժերի հավասարակշռության փոփոխության եւ աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների վերաբաշխման քարոզչական թեզը։ Իրանի տեսանկյունից սա ներկայացում է որպես ինքնիշխանության վերականգնում եւ տարածաշրջանային ազդեցության ամրապնդում, ԻՀՊԿ-ի եւ Գերագույն առաջնորդի հայտարարությունները միտված են ցույց տալու երկրի ներքին ուժն ու դիմադրողականությունը։ ԱՄՆ-ի Թրամփի վարչակազմի տեսանկյունից սա կարող է դիտարկվել որպես պրագմատիկ նահանջ կամ ուժերի վերադասավորում, ավելի ձեռնտու պայմաններով բանակցելու կամ այլ ճակատներում, օրինակ Չինաստան ու Ռուսաստան, կենտրոնանալու համար։ Իսրայելի տեսանկյունից սա դիտվում է որպես գոյաբանական պայքար, որտեղ տակտիկական հարվածները, ինչպես գազային հանքավայրերին կամ անհատներին, համարվում են անհրաժեշտություն, թույլ չտալու հակառակորդի հզորացումը։ Եթե նայենք այս ամենին առանց կողմնակալության, կտեսնենք, որ Մերձավոր Արևելքում տեղի ունենում բազմաբևեռ համակարգի ձևավորում, որտեղ հին դաշինքները վերանայվում են, իսկ տեղական խաղացողները, այդ թվում Իրանը, փորձում են դառնալ իրավիճակ թելադրող։